մի շատ հավես համով բան ամտքովս անցել, որը որ ուզում եմ հենց հիմա պատրաստել։ Ձվի մեջ թաթախած հացի բարակ շերտերը, հացով ձվածեղ, այսպես ասած, լորեցուս ասածի հացով ձվածեղը, բայց այս անգամ ես որոշել եմ փոքրինչ հետաքրքիր ձևով անել, ասել եմ, որ ես սիրում եմ հորինել մի բան, ինչ-որ մի ակցենտ, ինչ-որ մի էլեմենտ ավելացնել, որ ավելի հաճելի, ավելի հետաքրքիր լինի։ Ուրեմն որոշել եմ, երբ որ հացերը ձվի մեջ թաթախած արդեն կդնեմ թավայի մեջ, այս ձվերից եմ օգտագործելու, ես սովորաբար կարմիր ձու եմ առնում, չգիտեմ ինչու, կարմիրներն եմ սիրում, ուրեմն երբ որ հացիկները ձվի մեջ թաթախած դնեմ թավայի մեջ, մտադիր եմ նաև բիբար, այսպես, այս պուպուշ բիբարը կտրտեմ ու դնեմ հացերի շուրջը և մի փոքր էլ սոխ, իսկ վերջում, երբ որ արդեն թխված, ձվի մեջ թաթախված հացիկները թխված հանեմ ես թավայից, մտադիր եմ կամ բարակ շերտով պանիր դնեմ իրա վրա, կամ էլ կաթնաշոր, Մարիաննա ֆիրմայի կաթնաշորն է, որը ես շատ եմ սիրում, այսպիսի բան եմ որոշել, կարծում եմ շատ համեղ է ստացվելու, երբ որ ավարտեմ, ես ես ցույց կտամ, նորից կարճ հոլովակով, տեսքը ցույց կտամ անպայման, այն որ ասում քնում հելնում են ու աշխարհ են շուռ տալիս, այսինքն մի նոր բաներ են մտածում, հիմա իմնա, ես սիրում եմ առհասարակ ինչ-որ մի հետաքրքիր բաներ ավելացնեմ այդ օրվա մեջ, իհարկե ուտելիքը ինձ համար առաջին տեղում չի, ինձ համար առաջին տեղում աղոթքն է, որը որ մեր ընտանիքների, մեր զավակների և մեր անձերի ապահովությունն է, առաջին հերթին աղոթք, Աստծո խոսք կարդալ և հետո անցնում եմ ես իմ կենցաղային հարցերին և ասեմ ձեզ, երբ որ ես աղոթքից հետո անցնում եմ իմ կենցաղային հարցերը լուծելուն, օրս շատ ավելի հետաքրքիր, ավելի կազմակերպված է անցնում, ես մոռացա ասեմ, որ երբ որ ձուն ջարդեմ, ձվի մեջ մի փոքր նաև նանա եմ լցնելու, որը որ ես նույնպես շատ սիրում եմ, այդպես այս սերկևիլների բույրը, ընտիրա, այսքանը